Այս շաբաթ ավարտվեց ոչ միայն ՊԱՍ-ը, այլև եզրափակիչ ակորդը հնչեց 5-րդ գումարման ազգային ժողովում։ Նոր գումարման խորհրդարանը գործի դեռ չի անցել, նախորդում էլ ճամպրուկային տրամադրություններ են։ Այս շաբաթն ազգային ժողովում յուրահատուկ էր, աշխատանքի գրեթե ոչոք չէր գալիս, ինչը ընդդիմադիր ջերմ շփումների առիթ էր տալիս։ Ամփոփելով ազգային ժողովի աշխատանքները հիշել ու մեկտեղել ենք 5-րդ գումարման խորհրդարանի 5-ամյա ուշագրավ դրվագները։ Քննարկված, ընդունված կամ մերժված օրենքներին զուգահեռ շատ էին հայհոյանքները, լեզվակռիվներն ու զավեշտները։ Հենց այստեղ առաջին անգամ լսեցինք, որ մահապատիժը կարող է ցմահ լինել, որ գողությունը գողանալը չէ, եւ որ երկրի գլխավոր քաղաքական ամբիոնը պետք չէ քաղաքականացնել։ Եղան նաեւ այլ ուշագրավ դրվագներ, որոնք էլ հավաքել ու միավորել է այս ընթացքում ազգային ժողովի աշխատանքն ու չաշխատանքը, լուսաբանած Շաքե Ղազարյանը։ Զանգը 5-րդ դասարանցիների համար է։ Ազգային ժողով ընդունվեցին 6 տարբեր հոսքերով՝ 5-ի A, 5-ի B ու այդպես մինչև Ե-Զ։ Հինգերորդցիները ստիպված էին մի քանի անգամ դպրոցի տնօրեն փոխել։ Հովիկ Աբրահամյանը նստեց ամենաբարձր աթոռին, գնաց, երբ նորից եկավ, փորձեց ապացուցել՝ ճշմարտության հիվանդությունը մահացու չէ։ Ճշմարտությունը հիվանդանն է, բայց չի մահանում։ Այստեղ էր, որ քաղաքագիտության մեջ նոր տերմին առաջացավ՝ այլընտրանք։ Դրա հետ ոչ մի կերպ չհամակերպվող հնաբնակներն առաջարկեցին, գուցե այլընտրանքային համազգեստել լինի։ Դուք ինչու եք ուզում այդ կուսակցությանը վերցնել, չեղտել, կոխել զորով միտեղ։ Նրանք ստեղ նստած են, մեր մասն եք խոսում, որ ասում եք նրանք անդիմություն, իշխանություն ու նրանքը մենք ենք, հա։ Այդ դեպքում բարի եղեք, ասեք Բարգավաճ Հայաստան, խմբակցություն։ Սկզբից մինչև վերջ ամենապահանջված հարկը մնաց երկրորդը։ Այդտեղ Ծառուկյանի դիմաց գեներալները տեղավորվեցին։ Նրանց օր ու արև չէին տալիս օբսիդիանից սառնարանով, տանկի մարտկոցով, մահվան մասին լուրերով։ Աղալատ են անում, մենք չենք աղաջին մարդ իրան։ Գեներալները նույնիսկ ամբիոնին մոտեցան ու այնպես ելույթ ունեցան, որ մինչև հիմա ասելիք է։ Գեներալ Մանվելը 1, Սարոյանը նույնիսկ 2 անգամ։ Փոխվելու են մի ամիս հետո։ Իսլամություն մի արեք, եկուս ձեզ տղա աղջիկ ունեք, իրար հետ եք փսակելու բարեկամանակ։ Գեներալ, ասեցին մի ամիս տո մարդկանց մոտ ուրախություն առաջացա։ Ժամանակի ընթացքում կփոխվեն։ Շատ հնարավոր է։ Մի ամիս, բայց որ տարվա, որ դարի։ Արա Մանուկյան, ընչիր քրվում։ Թույքուս սովորական տղու, դու կուլտուրական մարդ։ Լեսու շմայսի քրվեն ջենը։ Բատուր ես քրվում արա։ Զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կրված մարդ։ Ես ու լովը կարող է ջանամ, չիմանանք բանակում ինչա կատարվում։ Դու չգիտես ովքեր են գողացողները։ Ահմար, արուստը գրողել չտա։ Տարբեր դասարաններում սկզբում իրար հետ ջանջիգար էր, հետո 6 հոգով 7 երգ էին երգում։ Այստեղ օրը մի բան էր փոխվում, քաղաքական կողմնորոշումից մինչև հայհոյանքների երանգավորում։ Դասի ժամին ու դասամիջոցին ուժերն էին չափում։ Ես բոլոր ինքերն ասում ունեմ ասում ունեն քաղաքական իմպոտենտ են։ Գրուշիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինիստր աշխատել։ Կարմիր դիպլոմով ասում եք գրուշիկ եմ աշխատել։ Պատգամավոր ես նորմալ Ուրեմն ասում եք գլուխը թավա։ Խելքը դու գլուխը թավակի։ Իմ գլուխը Սրանն այ։ Լսի, դողը գլուխ։ Վերածը բացել տանի։ Ոստիկանը կամոն։ Բոլորին հրավիրում եք նկատիով։ 5 տարվա գլխավոր մենամարտերի ռեկորդը մնում է անգերազանցելի։ Իրար հետ մի քանի զույգ էր մրցում։ Առաջին հորիզոնական Փոստանջան Աբրահամյան։ Եվ չմատնեիք այդ մեծ տնտեսվարող սուբյեկտների ախորժակի մասին։ Ոչ թե հարստացնեն որոշ հաստավից մամուլի ներկայացուցիչների, լրագրողների։ Ամոթ է։ Մամուլին եք վիրավորում եք, վախենում եք այդ մամուլից, հա? Ուրեմն դուք ենթական մարդ եք, այո, վախենում եք, ուրեմն որ գրում են, ինչ-որ բաներ կա ճիշտ են գրում։ Ինչքան պետք է ես դիմակայեմ ձեր մաղձին, որ դուք այդքան մաղձ ունեք։ Անզիջում երկրորդ տեղում Փոստանջան Սահակյան դուետն է կամ դուելը։ Առաքինի տեխնոջը պիտի սովորեցնել, որ ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնացնի։
Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել եւ երբեք չեմ գայթակղվել։ Ամենատպավորիչը Նապոլեոն նախարարն էր, Կլեոպատրա պատգամավորը, ազգային ժողովի բեմի բանվորն ու տնփեսա սերիալի գլխավոր հերոսը։ Միջդպրոցական ցերեկույթին կավեն էին խաղում։ Նապոլեոնիզմով տարապելը լուրջ շեղում է։ Դա նաև քաղաքական Կլեոպատրիկից։ Այնքան էր կոփել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրանից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի եւ մահացնի։ Դուք լրջանալու կարիք ունեք ընդհանրապես։ Սա կլուբ վեսելых и находчивых полуфինալը չէ։ Որ այստեղ գաք, չգիտեմ, հարցերի մասին, չգիտեմ, շուտասելուկներով, շուլուխներով, հանելուկներով պատասխանել։ Ավելի լավ է շտոկ ձերկակդա խաղալ կամ կավեյնի սցենարներ բեմադրել, քան լինել օրինակ քաղաքական տնփեսա սերիալի հերոս լինել։ Ամեն անգամ, եւ դուք փորձեք այդպիսի հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածել այս ամբիոնում, այդ հարցադրումներով ես ինքս ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա։ Այն մեկը էլի թատրոնի հետ կապ ունի, բայց բեմի բանվոր է։ Վստահաբար դեկորացիաներ տանող, բերող, ինչ-որ տեքստեր փակցնող, մի կայքից ուրիշ կայք եւ այլն։ Ավագ դասարանցիներին կրտսեր դպրոցականներն էին հետևում վերևից։ Կռիվների արանքում դրանց չէին էլ հասցնում զգուշացնել։ 18+ է։ Ինչպես քվեարկության ամենաթեժ պահին, երբ տարածվեց, Ռոստանջյանը գող է, բոլորի քվեարկության քարտերն է յուրացրել։ Ինչ-որ պահի 5-ի այի դասղեկը սկսեց աղոթել։ Տեր Աստված, հեռու պահեր ինձ չար մտքից, խոսքերից ու գործերից։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբողը թալան։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբողը կռվարար։ Մանկավարժ Գալու Սահակյանը Տերյան Թումանյան ժողովածուով սկսեց խորհրդարանի համար 1 սենյակում բախտ բացել։ Աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով, ինպես։ Սա նվիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Բախտ բացվեց։ Այդ պահից բացվեց նոր դասատուի Գալու Սահակյանական դարաշրջանը։ Գալու Սահակյանը ինչ ասի պատրաստի ցիտատ է։ Հենց նա սովորեցրեց ինչպես մենակ մի քանի հոգով ռաբիս լսել, քաղաքական գլխավոր ամբիոնը չքաղաքականացնել։ Վերջապես իմացանք, որ գաղտնի չի նշանակում թաքուն, որ մահապատիժը կարող է ծմահել լինել, որ երեխան պարտավոր է մեծանալ, եւ ամենակարևորը ինչպես լինել սովորական падգամավոր, բայց չլինել սովորական։ Գալու Սահակյանական մտքերով նույնիսկ թեստ է պատրաստվել։ Ուղեղը լվացքի մեքենա չէ, որ երբ ուզես լվա, երբ ուզես մզի։ Ով է թևավոր խոսքի հեղինակը։ Գալուստ Սահակյան, Ստանիսլավ Լեմ։ Մինչև յոգայի գնացող Գալու Սահակյանը մեդիտացիա էր անում քաղաքական համար 1 կառույցը նիստից նիստ բամբասկոտ հարևանների կառույցի վերածվեց։ Հատկապես երբ կողքի դասարանցիները լսեցին 5-ի ԶԻ հետ 5-ի ԱԻ կապերի մասին։ 7 տարվա բաժանությունից հետո ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը ամուսնացան։ Ամեն օր կամ ամուսնանում են, կամ բաժանվում են։ Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են։ Հարևանները նորապսակների 7 պորտն էին ստուգում, անընդհատ նախանձով հետաքրքրվում։ Նորություն չկա։ Եթե սերունդ ծնվեր, այդ ամուսնությունից առաջի ամուսնությունից պիտի ծնվեր, հիմա դժվար, արդեն ներքուսն է ծերացած են, բան չի ստացվի։ Որքան մոտ էր ավարտը, այնքան անհասկանալի ով ում բարեկամն է։ Հասկանալու համար միմյանց քթերն էին ուսումնասիրում։ Այդքան մեծ քիթ ունեք, քտածակ չունեք, որ հասկանաք ինչ ա մեր ասած։ Մարդը որ քաղաքական որբ է դառնում։ Ժամանակի ընթացքում տանում է քաղաքական բեճության։ Բիճա դառնում, պապայա ման գալիս։ Ու այ հատկապես, հա, ճուտ։ ԴՆԿ-ն պարզելուց հետո իրավիճակն ավելի պայթունավտանգ դարձավ։ Ավելորդ մի ֆրազ ու արդեն կանայք էին թևքերը քշտում տղամարդկանց դուրս տանում, հարաբերություններ պարզելում։ Սենց որ շարունակվի կարողանուն ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրանց։ Վալերյանկա չկա, հանգստացեք մի հատ։ Հանգստացի մի հատ։ Եթե շատ ուժեղ տղեկ եք, եկեք տղայական ռազմորկի։ Ոչ թե այստեղ վազվելով երկու բառ ասեք ու թռեք։ Արա դու հեղին ինչ ես, հա։ Քվեարկություն։ Ասի հանգստացի։ Նահեր, ականջում կտրեմ ասեցի։ Դադարեցրեք պատերազմը։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ։ Ունդերգինդ, հանգիստ նստի տեղդ։ Բիճմանը կխոսակ, հիմա վախտը չի։ Ես ազվերինի կերազներին հանգստացրեք, հա։ Թե չէ ես կհանգստացնեմ, սկսեմ թակարդել։ Զարա քեզ այն տալը շարա։ Էս է ձեր կենդերը։
Տեսնենք վերջի ինչ պետք է լինի։ Այսպես էլ 5 տարին գլորեցին, վերջում ջիգյար բուսնեց։ Բոլոր դասարանցիներով իրար համբուրելով են ման գալիս։ Այս գործում ամենաշատը ուսմասվար Շարմազանովն է աչքին կնում։ Սիրուն չի, մի արեք։ Երեխեքն է տեսնում։ Կարևորը համբույրը հուդայի համբույր չլինի։ Պիոց պեստ է, յուրախ, զվարդ, եկեք։ Երկելով են 6-րդ դասարան փոխադրվում։ Ահա վինետկային նկարը դպրոցի տնօրեններով, ուսմասվարներով, դասղեկներով, գերազանցիկներով։ Անընդհատ դասից փախչողներին դեմքով գիտեն։ Վինետկայում նրանց նկարը չի լինի, ծույլիկներինը նույնպես։ Ծնող կոմիտեում, էթիկայի հանձնաժողովում կան հերիք է։ Նրանցից ոմանք, ինչպես օրինակ Շմայսը, քննությունից կտրվեցին ու 6-րդ դասարան չփոխադրվեցին։ Վերջին զանգն ու ավարտական երեկոն էլ առանց նրանց կայացավ։ Շակե Ղազարյան, Post Factum։